Բարեկամներ, արգանքներս, այսօր մենք գնում ենք շատ կարևոր մի առիթի լավ մարդու ծննդյանոր, իսկ այդ լավ մարդը նաև հանդիսանում է Զոնքաշ մայրիկ։ Հետևաբար, մեր Արտուր աղբերը չէր կարող ուղղակի անտարբեր մնալ, բարև, ոգա, բարեկամ, հազար բարի։ Նա չէր կարող ուղղակի անտարբեր մնալ իր Զոնքաշ մայրիկի հանդեպ, դրա համար էլ եկել ենք, շնորհավորենք ու Փեսայի իհարկե դստեր նույնպես հաղորդենք, առաջինը Փեսայի նոր դստեր, որովհետև Արտուր աղբերը մի անասելի հարգանքով ու սիրով է լսված Զոնքաշի հանդեպ, ինչն է պատճառը ասեմ, բոլոր Զոնքաշները կարող են այդքան քաղցր լինել, եթե շատ տեղը տեղին աղջիկ դաստիարակեն ու տան անուշ աղբերներին, կնության առնեն նրանք էլ ու գոհ մնան։ Այդ է պատճառը։ Իմացեք, եթե չեք հասկանում ինչն է պատճառը այդ սիրո, իմացեք, որ դա։ Թող բոլոր մայրերը հայոց, սուրբ մայրերը լինեն այդքան ուշադիր, լավ դուստրեր դաստիարակեն, որ հայազգը ծաղկի։ Իսկ հիմա մենք գտնվում ենք իմ ու Վարդանի հարազատ գյուղում։ Մեր հարազատ գյուղի փողոցներն են։ Ու վստահ եմ, հեսա դրոն էլ կհանենք կնկարենք, հա։ Դլաձորը չի աղբերս մեր գյուղն է արդեն։ Սա մեր գյուղն է։ Շուշան հյուրատուն, տես։ Սա հյուրատուն էլ ունենք անգամ։ Բարեկամներս, հրաշք մի գյուղ է մեր գյուղը, սարերը նկարի։ Մանավանդ այս եղանակին, տեսեք ինչ գեղեցիկ կանաչ է, սարերը երբ որ կանաչ են լինում, կյանքը ծաղկում է։ Մենք այնպիսի գյուղում ենք, որ եղանակի հետ ապրում ենք, եղանակի նման ենք դառնում ու ավելի մոտ ենք բնությանը, դրա համար էլ տենց ավելի բարի լավ մարդիկ կան, էլի։ Ճիշտ է, ընդունված է ասել, որ վերնաշենցիները գրիչ ու թուղ շատ են սիրում, բայց ասեմ դրա համար էլ է ուղեղ պետք, որ լավ գրես, ճիշտ գրես, որ մարդուն կոշկելուց նորմալ կոշկես, ոչ թե պակաս կիսատ պռատ, հասկանում եք։ Մեր գյուղում դա տարածված մեթոդ է, բացի խաղողամշակությունը եւ գինեգործությունը, զբաղվում ենք նաեւ մարդակոշկությամբ։ Հարգանքներս, բարեկամներ, հարգանքներս, այնպես որ հաշվի առեք դա, իսկ մենք ամեն ինչը հաշվի առնելով գեղեցիկ, հանդարտ, տասարագությամբ երթևեկելով գնում ենք Տիկին Վարդիկի ծննդյան օրը շնորհավորելու։ Զոնքաշ մայրիկի ծննդյան օրը այսօր։ Եվ ասեմ արդեն 3 տարի կամ 4 տարի ամեն օր այսօրը մենք անպայման հաճախում ենք այս հասցե, որովհետև Փեսան շատ է հարգում, էլի։ Հարգանքը կա, սերը կա, հետևաբար մենք էլ կանք։ Մենք էլ այդ ամեն ինչի միախառնումն ու ձուլումն ենք, այո, ձուլվածքն ենք, էլի այդ ամեն ինչի։ Հիմա հավեսով եկել ենք Վերնաշենյան մի գեղեցիկ թաղ, գեղեցիկ նրբագեղ-նրբաճաշակ փունջ հասցնենք Զոնքաշ մայրիկին։ Այսօր նրա ծննդյան օրն է, նա շատ ուրախ է, հիմա ավելի կուրախանա։ Հանկարծ որ մենք չգայինք, հաստատ չէր ուրախանալու, այնքան ինչքան որ հիմա կուրախանա, որովհետև մենք փորձում ենք էներգետիկան, սերը փոխանցենք անպայման։ Տեսեք, վարդ հատված է, բայց քանի որ հիմա Պորշկայենն է մեր եթերում, կարող ենք ճղել ու գնալ։ Արա, ընկերներս, դա անելիս տաղեկն են հաստատ, 100%։ Տաղա է, վայենի շորով էլ կայնած է, չանեմ ասել։ Ահա, արա կաղա ես անգամ աղբեր, ամուսինը նվիրի։ Արտուր ձածած 1000 բարին, օրո հլի շիշ պահի ենք եկե, հու բելյարը այգում են բարեկամներ, այգի է մշակում, գնացինք։ Հարգանքներս բոլորիդ, այսօր տոնական օրա, բալիկներ, ուրախ եք տատիկի ծնունդն է, հա, կոն ինչ է։ Դավիթ, բա քո անունը։ Տարոն։ Քոնն են երկուսն էլ։ Տղա դինում եմ։ Դանելիս տղաներն են, հա։ Լսի, այս անգամ դու էլ մեր կադրերից չխուսափեցիր, կայնի մի գնա, կայնի։ Մենք սեր ենք ուզում տեսնել։ Արի։ Եկել են գիտես ինչ անենք, հəl տես ինչ նուրբ սիրուն բուկետ ենք բերել։ Տիկին Վարդիկ շնորհավոր ձեր ծննդյան օրը, մատ ես գրկեմ ձեզ, հետո որ ձեր ամուսինը տենա ու ինքն էլ գրկի։ Դե մատ նվիրի։ Մեծ հա բա դու։ Բայց գիտես ում ծաղիկներն ես դու նվիրում հիմա, հա։ Ում։ Դե ասես, ո՞ր չեմ նավի։ Նվիրի կասեմ, նվիրի մատ գրկի։ Քո լույսով ελացնում ու կամանամ կանգում Երվից, մատ գրկի մատ հետը։ Ա ջանում ես։ Հետո այսպես ծերով, այսպես։ Հետո։ Գրկի որս Գախնի, հետո։ Չէ, բացահայտ։
Շնորհավոր։ Այս փայլը բերել ենք, որովհետև այսօր քո կեսի ծննդյան օրն է։ Ու իրան գիտես որտեղ են շատ սիրում, ամենաշատը։ Երևանի կողմերը։ Արտուր Փեսայի եւ ձեր դստեր կողմից ինչպես միշտ ամեն տարի մենք գալիս ենք ու գալու ենք, հա։ Հա ջան։ Դե որ շագրկից չեմ եկել։ Դե հետ եմ ասել էլ։ Դե ձեզ լավ որ, մենք գնացինք։ Տղերք, ինչ ունեք ասել, արի։ Արի մոտս արի։ Ու փոքրն ես, մեծ աղբերը տա, հա։ Երկու աղբեր եք։ Հա։ Բա ինչ ունեք ասել տատիկին, լավ մաղթանքներ։ Ամեն ինչ կոզես աս։ Սիրում ես տատին։ Հա, ասա հա։ Բա դու սիրում ես։ Դու շուստերի ես, արա, դու արագ շարժվում ես Սեսյանեյան։ Բոնչա։ Դե ձեզ լավ որ, մենք գնացինք։ Հո, դե փոքրներն տենց են, ոչինչ։ Իմ փոքրներն է մամայից խփում։ Ոչինչ, մի օր արդարությունը կվերականգնի, ես մեծանա էլ չի անի։ Բարեկամներ, ահա, այսքան է այսօրվանից մեր հարազատ գյուղում Վարդան, բայց արի դռոն թռասնեն գնանք։ Որ հովո դու էլ գալու վաղ գյուղի կադրերը կդնես էլի դռոնի։ Լավ, հետ արի ես հանեմ դռոնը։ Այն օր չէ, Ես ու Վարդանը որոշեցինք մեր հարազատ գյուղը դռոնով նկարել։ Վարդանը համաձայնվեց, այդ իսկ պատճառով միասին գնում ենք։ Ինձ միշտ դռոնի կադրերը, միշտ դռոնը կերևա, ես ուզում եմ ձեզ ցույց տալ մեր գայլասարը։ Վարդաբլուր էին ասում Վարդան նաև։ Այն որ խորանաս նաև Վարդաբլուրի նման է, միայն այս դիրքից է երևում, որ գայլի ականջների նմանություն ունի, բայց այս պայդերությամբ Վարդաբլուր է կոչվում, ավելի շատ, քան սար, պատրաստ ես, հա, նկարում ես։ Հիմա մեր հարազատ գյուղն է ձեր կադրերում, ում հետաքրքիր էր Բեռնաշենը կամ ում հետաքրքիր է թե մենք որտեղից ենք սերում, ահա մեր պապական գյուղը։ Վարդանը ամեն ինչը նկարում է հիմա գեղեցիկ տեղին, իսկ մենք երթևեկում ենք դռոնից մի 2 կիլոմետր այս կողմ են կողմ, ամեն ինչ ուղղակի հրաշալի է, ես մեր գյուղը շատ եմ սիրում և հպարտանում եմ, որ Բեռնաշենից եմ, ինչքան էլ որ գիրագրականությունը այստեղ պահանջարկ ունի, ավել է, շատ է, բայց կապ չունի, սիրում ու հարգում ենք մեր գյուղը։ Դե ինչ բարեկամներ, լավ մնացեք, հարգանքներս, իսկ մենք գնում ենք ուղիղ մեր տուն, որովհետև պապուշ աղբերը մեզ Ճագարի բրյանն ա տվել, պետք է գնանք անուշ անենք, այսօր այդ օրն է, այս պահն է էլի վրա հասել, այնպես որ լավ մնացեք, սիրով եղեք, Աստծո օրհնությամբ, կապի մեջ, լայքեք, բաժանորդագրվեք, ամեն ինչ լինելու է հեքիաթային ուղղակի։ Սարի պես լուսապյուրը ծիրունատես հրաշք եղոյ սարի պես լուսապյուրը ծիրունատես